Բարի երեկո, առաջին ալիքի եթերում Հայդուրի հիմնական թողարկումն է, օրվա թեմաների մասին նախամարոտ։ Արմենիա-Արագաստանավը ավարտում է շուրջերկրյա ճամփորդությունը, հաղթահարելով բազում փորձություններ, կտրել անցնելով ծովերի և օվկիանոսների փոթորկուն ալիքները։ Մեծրոպ Մաշտոց արշավախումբը կառանել է Բեյրութի կառամատություն։ Բազում շնորհավորանքներ երկամյա նավարկության հաջող ավարտի կապակցությամբ։ Լողալը խստիվ արգելվում է, ցուցատախտակը հենց այնպես չէ, 5 ջրախեղճ 2 ամսում, ինչպես պահպանել անվտանգության միջոցները, Հայդուրի հետաքննությունը։ Շոգը տեղի է տալիս որոշ մարզերում, ջերմաստիճանն իջել է մինչև 10 աստիճանով, այդպես կլինի ևս 2-3 օր։ Գեներալների նոր ձերբակալություններ են սպասվում Թուրքիայում, բարձրաստիճան զինվորականների որսն այդ երկրում շարունակվում է։ Անհանգիստ է Մարախլապատ Ալբիոնում, 29-ամյա երիտասարդի սպանությունը ոստիկանի կողմից խռովությունների և զանգվածային անկարգությունների ալիք է բարձրացրել Լոնդոնում։ Ուժային կառույցների ղեկավարները ստիպված ընդհատել են արձակուրդը։ Մեծ միասնության հրաշքը Մովսես գյուղը նորոգում է հավատը, նորակառույց եկեղեցու շուրջ համախմբելով իր բոլոր զավակներին, նաև Սփյուռքից։ Արմենիա-Արագաստանավը ավարտում է շուրջերկրյա ճամփորդությունը, Արմենիան կառանել է Բեյրութի Մարինա նավահանգստում, որտեղ իսկական տոնախմբություն էր նվագախմբի և պարախմբերի ելույթներով։ Արշավախմբին դիմավորել են Լիբանանի կառավարության և խորհրդարանի անդամներ, հոգևոր հայրեր, հարյուրավոր բեյրութահայեր։ Արմենիա-Արագաստանավի շուրջերկրյա նավարկությունը սկիզբ առավ 2009-ի մայիսի 28-ին Վալենսիայից, երկամյա նավարկությունից հետո հաղթահարելով բազմաթիվ փորձություններ, կտրել անցնելով օվկիանոսների և ծովերի փոթորկուն ալիքները, Մեծրոպ Մաշտոց արշավախումբը այժմ հասել է Բեյրութ։ Թե ինչպես են դիմավորել նորօրյա հայ ծովագնացներին, Լիբանանի մայրաքաղաքից պատմում է Անուշ Թրվանցը։ Լիբանանի Մարինա նավահանգստում այս պահին հպատորեն կանգնած է Արմենիա-Արագաստան նավը, որի վրա սատանվում է եռագույն դրոշը։ Բազմահազար լիբանանահայեր են այցելում նավահանգիստ, ծանոթանալու հայկական նավին, բարձրանում են տախտակամաս, լուսանկարվում և հուզվում, որ հայկական դրոշը կրող նավը կանգնած է աշխարհի մետաղին ծովերից մեկի՝ Միջերկրականի ափին։ 2009 թվականի մայիսի 28-ին սկսված ծովային ճանապարհորդության ընթացքում Արմենիա-Արագաստան նավի Մեծրոպ Մաշտոց անձնակազմը գտել է բոլոր օվկիանոսները, խոշոր ծովերը, անցել է բոլոր մայրցամաքներով, կանգ է արել հարյուրավոր երկրներում և ծովային ճանապարհով մի կտոր հայրենիք է տարել օտար ափերում ապրող հայերին։ Արշավախմբի ամբողջ ճանապարհորդությունը ժամ առ ժամ գրի է արել և շարունակում է նոթագրել գրող հրապարակախոս Արցախի հերոս Զորի Բալայանը, որը թե Կիլիկիա, թե Արմենիա նավերի շուրջերկրյա ճանապարհորդությունները համարում է հայի դարավոր երազներից մեկը՝ դուրս գալ բաց ծով։ Այսօր առավոտյան Արմենիա-Արագաստան նավի անձնակազմը հանդիպում է ունեցել Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Արաչինի հետ։ Արամ Արաչին կաթողիկոսին է հանձնվել հայկական մի շարք դրոշների կողքին ամիսներ շարունակ նավի վրա տատանված Կիլիկիո կաթողիկոսության դրոշը։ Արամ Լեհափարն այս ճանապարհորդությունը համարել է ուխտագնացություն, որն իր մեջ կրում է համայն հայության երազը։ Անուշ Թրվանց, Հայլուր, Լիբանան։ Իդեպ Արմենիան դեռ կշարունակի նավարկությունը Բեյրութից կուղևորվի Կիպրոս, որտեղ օգոստոսի 11-ին Լիմասոլ քաղաքում Մեծրոպ Մաշտոց արշավախմբին կողջունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Միաժամանակ Արմենիայի շուրջերկրյա նավարկության հաջող ավարտի կապակցությամբ Արագաստանավի անձնակազմը և արշավախմբի ղեկավար Զորի Բալայանը շարունակում է շնորհավորական հեռագրեր ստանալ, բազմաթիվ շնորհավորանքներ են ստացվել Հայաստանի և Սփյուռքի տարբեր կառույցներից։ Ուղերձ է եղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նշելով, որ ամբողջ Արցախը ուշադիր հետևում էր Արմենիա-Արագաստան նավի ոչ հեշտ, իսկ հաճախ նաև վտանգավոր երթուղուն։ Խորին տպավորություն է գործել այն փաստը, որ շրջանցելով իր վտանգավորությամբ հայտնի Հորն Հրվանդանը, արշավախումբը այնտեղ տեղադրել է հայկական խաչ՝ ի հիշատակ երկրագնդի բոլոր անմեղ զոհերի։ Լինելով Սփյուռքի ամենատարբեր մասերում, դուք հայրենասիրության հզոր լիցք եք հաղորդել մեր հայրենակիցներին, ինչի կարևորությունը դժվար է գերագնահատել։ Կամքի և ոգու այս հերթական հաղթանակը իր արժանի տեղը կզբաղեցնի մեր ժողովրդի պատմության մեջ, գրել է Բակո Սահակյանը, նշելով, որ անհամբերությամբ են սպասում նրանց Արցախյան հողում։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ իր շնորհավորական ուղերձում նշել է, որ արշավախմբի դժվար, բայց լուսավոր առաքելությունը մեծ նպաստ էր հայրենիք սփյուռք կապերի ամրապնդման, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբելու սրբազան գործին։ Նավարկության ուղեգիծը իրենից ներկայացնում է յուրահատուկ քարտեզ սփյուռքահայ գաղթօջախների, որոնց Արմենիան բերում էր հայրենիքի ջերմությունն ու ոգին, ոգևորություն պարգևելով արտերկրում ապրող մեր հայրենակիցներին, գրել է արտգործնախարարը։ Շախմատի տանը այսօր կայացել է համահայկական 5-րդ խաղերի վիճակահանությունը։ Ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ և ֆուտզալ մարզաձևերի մասնակից թիմերը հիմա արդեն գիտեն խմբային փուլի իրենց մրցակիցների անունները։
Մի քանի օրից մեկնարկող խաղերին այս անգամ ռեկորդային թվով մասնակից է գրանցվել։ Վիճակահանությանը նախ վճռվում էր բասկետբոլի թիմերի հերթականությունը։ Ընդհանուր առմամբ նախորդ տարիների համեմատ 11 նոր քաղաք է ներկայացել խաղերին։ Խաղերից առաջ անհրաժեշտության դեպքում թիմերին կտրամադրվեն նաև մարզասրահներ մարզումների համար։ Հաշվի են առնվել նախորդ խաղերի բացթողումները, կազմակերպիչները վստահեցնում են, որ այս տարի դրանք չեն կրկնվի։ Չի եվրոպական որևիցե մի միջոցառման եւ դահլիճների եւ ինչպես միշտ ունեցել ենք խնդիրներ հանդերձարանների, ցնցուղների, այս տարի լրիվ բարձր մակարդակով լուծված է։ Առաջին անգամ էլ վիճակահանությունը կարվի արդեն էկրանի վրա բոլորի մոտ պարզ, թափանցիկ։ Մեկնարկել է Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլը, որի մասնակցում է 105 պատանի եւ 12 աղջիկ 12 երկրից։ Ողջունելով եւ բարի գալուստ մաղթելով ծրագրի մասնակիցներին, նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ հայրենիքում անցկացրած օրերը լի են լինելու հետաքրքիր ճանաչողական եւ ուսուցողական հանդիպումներով, անակնկալներով։ Հայ պատանիները հնարավորություն կունենան հաղորդակից լինելու ազգային արժեքներին, շփվելու եւ կապեր հաստատելու հայրենակիցների հետ։ Նախարարը երախտագիտություն է հայտնել պետական տեղական ինքնակառավարման մարմինների անդամներին եւ հյուրընկալ ընտանիքներին ծրագրի իրականացմանը աջակցելու համար։ Համոզված եմ, որ անցնող 14 օրերը լի են լինելու հանդիպումներով, անակնկալներով, սիրելի ու ձեզ համար հայտնի կամ անհայտ մարդկանց հետ հետաքրքիր զրույցներով, դասախոսություններով։ Ես համոզված եմ, որ դուք լինելով եկեղեցում, էջմիածնում ձեր մոմն եք վարելու, ձեր երազն եք այնտեղ աղոթելու։ Թուրքիայի Դերսիմ նահանգում հուլիսի վերջին արդեն 13-րդ անգամ անցկացվեց Մնձուրի բնության և մշակույթի փառատոնը, որին Հայաստանից մասնակցեց Մարաթուկ անսամբլը։ Փառատոնը մի յուրօրինակ միջոցառում է, որ ամեն տարի համախմբում է ազգությամբ հայ, բայց պարտադրաբար դավանափոխ եղած կրոնական այլ ուղղությունների ներկայացուցիչների։ Մարաթուկը ելույթ է ունեցել Դերսիմի տարբեր քաղաքներում և պարզել, որ իրենց երգերն ու պարերը գիտեն և մեծ ոգևորությամբ կատարում են նաև զազանները, ալևինները, քրդերը։ Այդպիսով Մարաթուկը հայկական ծագում ունեցող բազմաթիվ մարդկանց ինքնությանը վերադառնալու ազդակներ է տվել։ Մարաթուկի հետ հանդես է եկել հայտնի ձազա երաժիշտ Միքայել Ասլանը։ Հայկական պատվիրակությունը շատ է տպավորվել Դերսիմի, հարմատներով հայ բնակիչների հետ ծանոթություններով և նրանց ճակատագրերով։ Այս փառատոնին մասնակցությունը եւս մի անգամ համոզեց մեզ այդ ճշմարտության մեջ, որ մենք ունենք մեծ թվով հայություն, որոնք փառատոնին մասնակցում էին եւ ուղղակի գալիս ներկայանում էին, փաթաթվում, իրենց հայության մասին պատմում, իրենց ճակատագիրը բացում։ Յուրաքանչյուր մեկի ճակատագիրը մեկ ողբերգություն էր։ Թուրքական դատարանը հրահանգել է ձերբակալել ևս 14 բարձրաստիճան զինվորականի։ Ըստ Անատոլու գործակալության, Ստամբուլի քրեական դատարանի կայացրած որոշմամբ ձերբակալվելու են 14 պաշտոնաթող եւ գործող գեներալներ եւ գնդապետներ։ Բարձրաստիճան զինվորականները մեղադրվում են հանրությանը հակակառավարական գործողությունների մղելու նպատակով համացանցային կայքեր ստեղծելու համար։ Այդպիսով ձերբակալված բարձրաստիճան զինվորականների թիվը Թուրքիայում կանցնի 250-ից։ Լարվածությունը Սիրիայում չի թուլանում առավել ծանր է դրությունը Դեյր Զորում, որտեղ կառավարական հետևակային զորքերից բացի դիրքավորվել են նաև տանկերը։ Ըստ որոշ աղբյուրների զոհվել է 75 մարդ։ Սիրիայի կառավարությունը պնդում է, որ քաղաքը ահաբեկիչների ձեռքում է եւ այն ազատելու համար իշխանությունը ստիպված է եղել գնալ կտրուկ միջոցների։ Փախստականների հոսքը Թուրքիա չի դադարում։ Էրդողանը ակնարկել է, որ Անկարայի ուղերձը Դամասկոսին կփոխանցի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Սիրիա այցի ժամանակ։ Բաշար Ալ-Ասադը ամիջապես արձագանքել է այդ հայտարարությանը եւ նշել, որ Սիրիա գալու եւ կոշտ ուղերձ հղելու դեպքում թուրք արտգործնախարարն ու Անկարան համարժեք կոշտ պատասխան կստանան։ Անվտանգության միջոցառումները խստացվում են Լոնդոնում, խռովությունները կլանում են նորանոր թաղամասեր, բրիտանական մայրաքաղաքի հյուսիսային թաղամասերը, Տոտենհեմն ու նաև հարևան Հենֆիլդը լրջորեն տուժել են ցուցարարների գործողություններից, ավերվել են տասնյակ խանութների ցուցափեղկեր, երիտասարդները քարեր եւ հրկիզվող նյութերով լի շշեր են նետել իրավապահների ուղղությամբ։ Լարված է մթնոլորտը արդեն նաև արևելքում եւ հարավում, փողոցային անկարգությունների շուրջ 160 մասնակից այժմ ճաղերի հետևում են։ Զանգվածային անկարգությունները սկսվել են կիրակի վաղ առավոտ
արևմտյան Տոտենհեմում, ուր բնակվում են հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ եւ գործազուրկներ։ Փողոց դուրս եկած հարյուրավոր մարդիկ պահանջել են 29-ամյա Մարկ Դագանի սպանության արդար հետաքննություն։ Ըստ որոշ աղբյուրների, երիտասարդը, որ ձերբակալության պահին դիմադրություն էր ցույց տվել ոստիկաններին եւ սպանվել, սերտ կապեր ուներ հանցավոր աշխարհի հետ։ Ներքին գործերի նախարարը ստիպված ընդհատել է արձակուրդը պահպանվող լարվածության պայմաններում հավանաբար կհետաձգվեն Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի բարձրագույն լիգայի հանդիպումները։ Ռուսաստանի և Վրաստանի միջև հնգորյա պատերազմից անցել է 3 տարի, 2008-ին ռազմի դաշտի տարբեր ճակատներում կանգնած Մոսկվան և Թբիլիսին շարունակում են մեկը մյուսին մեղադրել ռազմական գործողությունները սկսելու համար։ 2008-ին Հարավային Օսիայում իրականացված գործողությունները ծրագրել է Վրաստանի բարձրագույն ղեկավարությունը, պնդում է Ռուսաստանը։ Համապատասխան փաստաթղթերը արդեն ուղարկվել է միջազգային քրեական դատարան։ Վրացական իշխանություններն էլ իրենց հերթին օգոստոսյան իրադարձությունների համար մեղադրում են Ռուսաստանին, ինչի արդյունքում ըստ պաշտոնական Թբիլիսիի անեքսիայի ենթարկվեց Աբխազիան և Հարավային Օսիան էթնիկ հողի վրա տեղի ունեցան զանգվածային սպանություններ։ Հիշեցնեմ, որ ապրիլին ՄԱԿ-ի միջազգային դատարանը դադարեցրել է Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցի քննությունը։ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ սահմանված պատժամիջոցը վերանայելու և նրան ազատության մեջ թողնելու փաստաբանի 2 դիմումն էլ դատարանը չի բավարարել։ 2008-ին Ռուսաստանի հետ գազային պայմանագիրը ստորագրած Տիմոշենկոն ըստ թերթերի չարաշահել է լիազորությունները։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 7-ից 10 տարվա ազատազրկում։ Տիմոշենկոյի դիրքորոշումը պաշտպանող ուկրաինացի ընդդիմադիրները մտադիր են հիմնել բռնապետությանը դիմակայելու կոմիտե, որի արտահերթ նիստը այսօր էր։ Նախկին վարչապետի կողմնակիցները վրանային քաղաք են բացել դատարանի հարևանությամբ։ Ոստիկանները շրջապատել են շենքին հարող փողոցները, բայց ցուցարարների ակցիային չեն միջամտում։ Կառավարությունում շարունակում են նախարարությունների կիսամյակային հաշվետվությունների լսումները, այսօր գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտակարգ իրավիճակների նախարարների հերթներ։ Գյուղնախարար Սերգո Կարապետյանի խոսքով երեակա խնդիրը համայնքային աջակցության ծրագրերի միջոցով գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումն ու գյուղական բնակչության եկամուտների ավելացումն է։ Հանրապետության առնվազն 40 համայնքում գյուղատնտեսական կոոպերացիաների զարգացումը, ագրարային ոլորտի տեղեկատվական և խորհրդատվական համակարգի բարեփոխումների միջոցով ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացումը։ Էկոնոմիկայի նախարարը առաջնահերթ ծրագրերից առանձնացրել է սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման քաղաքականության ճշգրտումը, արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ձևավորումը։ Վարչապետը նախարարներին հանձնարարել է խնդիրների լուծումը վերցնել իրենց անմիջական հսկողության տակ և դրանք ավարտել նախանշված ժամկետներում։ Արտակարգ իրավիճակների նախարարության գերակա ծրագրերից է համայնքներում, հատկապես սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման նպատակով կամավորական փրկարարական միավորումների հիմնումը։ Քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության թեման կրպակներն էին։ Քաղաքապետ Կարեն Կարապետյանի զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում գույքագրվում և ուսումնասիրվում են փողոցներում, պողոտաներում տեղադրված տաղավարների, կրպակների, նաև այլ ժամանակավոր շինությունների թվի կրճատման, դրանց հետագա գործունեության նպատակահարմարության և օրինականության հարցերը, կատարվում է փուլային ապամոնտաժում, որի նպատակն է մայրաքաղաքը ազատել տարերայնորեն տեղադրված քաղաքի ճարտարապետական տեսքը աղավաղող ժամանակավոր շինություններից։ Սկզբնական փուլում ապամոնտաժվել են չգործող շինությունները, այժմ քննարկվում է Երևանի կենտրոնական, հատկապես մայրաքաղաք մտնող և դեպի փոքր կենտրոն ձգվող փողոցներում տեղակայված այն շինությունների հարցը, որոնք չունեն իրավական հիմքեր կամ որոնց վարձակալության ժամկետը ավարտվել է։ Հիշեցնեմ, որ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել մայրաքաղաքում ապամոնտաժման ենթակա կրպակների տերերը, բողոքելով Երևանի քաղաքապետի որոշման դեմ։ Գործադիր իշխանությանը հասցեագրված նրանց դիմումին ի պատասխան ասվել է, որ կառավարությունը ի գիտություն է ընդունել դիմումը և հարցը կքննարկի Երևանի քաղաքապետի հետ։ Սիսիանը լրացնում է հացահատիկի շտեմարանը, տարին էլ բերքառատ է։ Հացավան գյուղում օրինակ ավելի շատ բերք են ստացել, քան ակնկալում էին։ Հացավանը սակայն այն եզակի գյուղերից է, որտեղ անմշակ հող չկա և գյուղի անվանումն էլ պատահական չէ, անգամ դաշտերը չմշակելու դեպքում ավելի շատ բերք են տալիս, քան հարևան համայնքների մշակովի հողակտորները։ Հացավանցի մշակները մեր թղթակցին բացահայտել են առատ բերքատվության բանաձևը։ Ամենակարևորը սերմը որակով գցար հողը բերքառատ է ստանալու, թե հացահատիկ լինի, թե կարտոշկա լինի, ժողովուրդը արդյունք չեն ստանում, որովհետև սերմը շատ հին է, որ այկած դրկված է,
Հացավան գյուղի բնակիչ 80-ամյա Պավլուշ Պետրոսյանը, որ ժամանակին բրիգադիր հետո մեխանիզատոր է աշխատել, այսօր էլ գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Գիտի առատ բերք ստանալու գաղտնիքները։ Ամեն տարի հացահատիկ անելով նույն դաշտը ոչ մի անգամ եւ առանց պարարտանի դվեք չստանա։ Վարը կատարում են, պետք է կուլտիվացիա կատարեն, պետք է կրկնավար անեն, բայց չեն անում։ Որտե միջոցներ չեն ունում։ Ես լավ էլ վարում եմ, իմ ձեռքով եմ ատես 80 տարեկան եմ, նստել եմ տրակտորի ղեկին, գնում եմ այդ հողը վարեմ։ Գյուղի 309 հեկտար վարելահողերից 78-ը ջրովի է, որից 3 հեկտարը Պավլուշ Պապինն է։ Անցած տարի նա հեկտարից 60 ցենտներ հացահատիկ է ստացել։ Հիշում է, ժամանակին իրենց գյուղում 40-ից 45 ցենտները նվազագույն ցուցանիշ է եղել։ Այն ժամանակ պարարտանոց բան գոյություն չունեցել։ Բերքահավաքը կատարել են որակով, ոչ թե հիմիկապես 30-40 տարվա մեխանիզացիա։ Կեսը մնում է դաշտում, կեսը բերում են տուն։ Հացավան գյուղը նախկինում կրել է այսօրվա տարածաշրջանի եւ տարածաշրջանային կենտրոնի Սիսյան անունը։ Հացավան է անվանակոչվել 1940 թվականին, նախորդող գյուղատնտեսական տարում հացահատիկի առատ բերք անբարելու համար։ Դրանից հետո էլ այս գյուղը աչքի է ընկել հացահատիկի արտադրության ծավալներով, հավատարիմ մնացել իր անվանը նաեւ սեփականաշնորհումից հետո։ Մեր գյուղի դաշտերը ինքնաբերաբար հենց լավ է։ Որ չցանենք էլ ավելի լավ բերք ստանանք, քան հարևան գյուղերը։ Մեր դաշտերը մեծ կտորներ, հարթ, ուղղակի գյուղացին այդ գներով չի կարում, չի հասցնել ճիշտ մշակի։ Հացավանը տարածաշրջանի այն հազվագյուտ համայնքներից է, որտեղ անմշակ գրեթե չի մնում։ Ճիշտ է, տարիների ընթացքում բերքատվության ցուցանիշները նվազել են, սակայն գյուղացին շարունակել է հացաստեղծման իր ավանդույթները, ով ինչպես կարողացել է։ Մանավանդ այս տարի ճիշտ էլ հասցեագրած է Հացավան անունը։ Ես դժգոհ չեմ դաշտից։ Սպասում եմ գարին 25-ից ավել, ծորենը 30-ից։ Բայց մեկը չի երիքում։ Մենք սրանով չենք կարող ապրենք։ Մենք այդքան եկամուտ չենք ստանում։ Գյուղացու եկամուտը շատ չէ, քանի որ շուկան ոչ մի կերպ չի կարգավորվում։ Հողագործը թանկ գնով վարուցանք է կատարում, էժան գնով վաճառում հացահատիկը, ինչը հետո կրկնակի թանկ է վերավաճառվում։ Գյուղացիները կառավարությունից ցորենի որակյալ սերմացու են ակնկալում։ Այս տարի Հացավանը 1.4 տոննա գարու սերմացու է ստացել, որը 160 կիլոգրամ չափաբաժնով բաշխվել է 9 հողագործների։ Արդյունքից գյուղացիներն այնքան էլ գոհ չեն, ցանքն ուշ է իրականացվել։ Գարու ցանքատարածություններից միջինը 17, ցորենից 25 ցենտներ բերք է ստացվում։ Աննա Ավետիսյան, Մանվել Հովսեփյան, Հայլուր։ Ոչինչ այդքան հաճելի չէ, որքան լողալն ու զվանալը մոտակա լճակում, երբ օդի ջերմաստիճանը մոտ է 40-ին։ Սաստիկ շոքն ու տապը մեր համակարգացիներին երբեմն ստիպում է անել այն, ինչ արգելված է։ Նույնիսկ 5 ջրահեղձության դեպքերը շիրակցիներին հետ չեն կանգնեցնում Ախորյան գետում զվանալու վտանգավոր հաճույքից։ Շիրակի արտակարգ իրավիճակների վարչությունը այստեղ անելիքներ ունի։ Անվտանգության համալիր միջոցառումները Շիրակի մարզում, ինչպես նաև բնակիչների կողմից անվտանգության կանոնների պահպանումը այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն։ 5 ջրահեղձության դեպք 2 ամսում նույն վայրում Մարմաշենի վանքի տարածքով հոսող Ախորյան գետում։ Լողալը խստիվ արգելվում է, զգուշացնող ցուցատախտակներն ամենուր են, սակայն ամռան տափից փրկություն որոնողների համար ոչ զգուշացումը, ոչ էլ աղտոտված ջրի վտանգավորությունը նշանակություն չունեն։ Ընդհանրապես Շիրակի մարզում չկա մի գետ, չկա մի լիճ, չկա մի ջրային տարածք, որտեղ որ լողալը հնարավոր լինի եւ թույլատրելի լինի։ Բոլոր տեղերում արգելված է։ Վերջին շրջանում հատկապես այս տարածքն առավել խորն ու վտանգավոր է դարձել նորակառույց հիդրոէլեկտրակայանի համար կառուցված պատվարի պատճառով։ Գետի քաղցրահամ սառնորակ ջուրն ու տիղ մոտ հատակը բավական չէին, հիմա էլ պատվարի պատճառով առաջացած լճակը ստացել է մինչև 14 մետր խորություն, իսկ խորքում էլ վտանգավոր անակնկալներ։ Ներկայությամբ մենք կանգնած ենք Չռիկ կոչվող տեղամասում, որը որ շատ վտանգ է ներկայացնում, տեսնում եք դրան ժայռաբեկորներ, ներքևի մասում նաև քաշող ջրի քաշող մասեր կան։ Վերջի ջրահեղձված դեպքը, որը Վարդեվարի օրը տեղի ունեցավ 22 տարեկան երիտասարդը ջրահեղձվեց, ջուրը քաշել էր։ Զգուշացումը բարձրախոսով, թե ոստիկանների միջամտությամբ նույնիսկ այսքան զոհերից հետո չի ծառայում իր նպատակին։ Միակ ելքը մնում է արգելափակել տարածքը, բայց թե ով կանի եւ ինչպես դեռ պարզ չէ։ Հարակից գյուղերի ու Գյումրիի բնակիչներից շատերը փոքր ու մեծով ամեն օր վաղ առավոտից մարզի ամենավտանգավոր վայրում են։ Դեպքի ականատես տարածքի պահակ իր խոսքով ազատամարտիկ Միասնիկը, որը ռազմի դաշտում վտանգից չի խուսափել, այժմ խուսափում է տեսախցիկից, բայց եւ անում իր առաջարկը։ Լոդկա պետք է բերեն, ասել են։ Իրանք էլ իրանց գումարն էին գնային, որ լոդկա բերեն։ Լոդկան գուկա, ես է կնստեմ զարուլում։
Մինչև կորոշվի լճակի ապագան, մարզի արտակարգ իրավիճակների վարչությունն ամփոփում է կիսամյակի ցուցանիշները։ 2011-ի առաջին կիսամյակի ընթացքում մարզում գրանցվել է 146 արտակարգ դեպք, 6-ով գերազանցելով 2010-ի նույն ժամանակահատվածի տվյալը։ Գրանցվել է մահվան 10 դեպք, նույնը ինչ 2000-ին։ Նվազել է արտակարգ իրավիճակներից մարզին հասցված նյութական վնասը։ 2010-ի 384 միլիոնի փոխարեն այս տարի 150 միլիոն է։ Առաջներում երևի չէին ուզում ինչ որ բացահայտ ասել, որ ավտովթար է, հիմա ապա քանի որ փոխանցում է այդ հատուցում է այդ փողերը, երևի դրանից է այս տարի տենդենց կա ավելի շատ են վթարով դժվար հիվանդները։ Նաև այս գործոնով է վնասված Քաբանը բացատրում այս կիսամյակին ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճը։ 2010-ին 54-ի փոխարեն միայն Գյումրի Գյուլպենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում այս տարի գրանցվել է 69 դեպք։ Մահացության ելքը, եթե մահացած չի գալիս, մահացության ելքը 1%, ես ասեմ, 1%, 1%։ Օրինակ, այս տարվա առաջի կիսամյակում 3 դեպք վերվել է արդեն մահացած վիճակում։ Հայաստանի ու հատկապես Գյումրիի ճանապարհները դեռևս Եվրոպայի մայրուղիները չեն, եւս մեկ անգամ հիշեցնում է վնասված Քաբանը։ Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների վարչության պետն էլ ելք ու համագործակցության եզրեր է որոնում մարզի ամենավտանգավոր վայրի, այսպես ասած, սեփականատերերի հետ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու հարցում։ Աննա Մարտիկյան, Տարոն Բալոյան, Հայլուր։ Իդեպ շոգ եղանակը Հայաստանում մեղմանում է, հայպետ հիդրոմետրիկ ցայլուրին հայտնել են, հանրապետության տարածքում ջերմաստիճանը նվազել է 4-ից 10 աստիճանով, Արարատյան դաշտավայրում 4-ից 6 աստիճանով, իսկ Լոռիի, Սյունիքի, Տավուշի շրջաններում նույնիսկ 8-ից 10 աստիճանով։ Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում սպասվում է անձրև եւ ամպրոպ, Արարատյան դաշտում սակայն էական տեղումներ չեն լինի։ Այս եղանակը կպահպանվի առաջիկա 2-3 օրերին։ Սահմանամերձ Մովսես գյուղը նորոգում է հավատը, Մոսկվաբնակ համագյուղացիների շնորհիվ մովսեսիները այժմ եկեղեցի ունեն, պսակ, ծնունդ, կնուն կարող են կատարել հենց իրենց գյուղում։ Սուրբ Աստվածածնի զանգերի առաջին ղողանջները Սփյուռքից հարազատ գյուղ են բերել բազում հայրենակիցների իրենց զավակներով եւ թոռներով։ Տեղի է ունեցել մեծ միասնության հրաշքը, իսկ եկեղեցու օծումը վերածվել է իսկական տոնախմբության։ 905 թվականին կառուցված եւ 1937 թվականին հիմնի վերաբերված նախկին Սուրբ Սարգիս եկեղեցու տեղում հառնել է նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սահմանից մի քանի 100 մետր բաժանող Մովսես գյուղը վաղուց այսքան մարդաշատ չէր եղել եւ այսչափ ոգեշունչ խոսքեր չէին հնչել։ Տոնի վերածված իրադարձությունը այստեղ էր բերել նաեւ հարևան համայնքների բնակիչներին, բազմաթիվ հյուրերի, արտերկրում սփռված մովսեսցիներին, մոտ 200-ը Մոսկվայից, հիմնականում ընտանիքներով։ Այսօրվան սպասել են նաեւ նրանք։ Ալբերտ Ադյանը 18-ամյա որդու հետ եկել էր ոչ միայն մասնակցելու եկեղեցու օծման արարողությանը։ Սպասում ենք մենք այսօրվան, որ ասենք ես երեխուն այսքան տարի սպասում չեմ կնքել, պետք է ասեմ գյուղի եկեղեցում կնքեմ։ Մոսկվա բնակ Վարդան Չիբուխչյանն էլ թեև հարևան Արծվաբերդ գյուղից էր, բայց իր խոսքով ցնծությամբ թռել եկել էր հենց այս առիթով։ Իմանալով, որ օծման արարողությունը պետք է լինի, ես իմ հոգու պարտքը համարեցի գտնվել այստեղ եւ իրոք մեծ ուրախություն եմ ապրում։ Մոսկվայում ապրող մովսեսցիները հիմնել են գյուղի անվամբ հիմնադրամ եւ պարբերաբար աջակցում են հարազատ բնակավայրին։ Եկեղեցու կառուցումն էլ մտահղացել են 7 տարի առաջ, կառուցվեց 3 տարում։ Այդ գործը հանձնառած նախկին ազատամարտիկ այժմ գործարար Վազգեն Վանեսյանը իր համար կարևոր բացահայտում արեց։ Հրաշք է։ Ես չէի պատկերացնում, որ այս փոքր գործը կարող է այսքան մեծ միասնություն ստեղծել ժողովրդի մեջ։ Գյուղացիների համոզմամբ եկեղեցու ներկայությունը կփոխի ոչ միայն Մովսեսի, նաև հարևան բնակավայրերի հոգևոր կյանքը։ Սա Բերդի տարածքում գործող երկրորդ եւ առաջին նորակառույց եկեղեցին է։ Իհարկե սա մեծ նշանակություն մեր ժողովրդի համար, քանի որ միջի հիմա մեր ժողովուրդը հնարավորություն չի ունեցել ոչ միտեղ, ոչ ծնունդի, ոչ կնունքի, մեր կնունքները ամբողջական կատարել դրսում։ Ասում են նաև շրջադարձի հոգու համար։ Մեր հոգու վերադարձն է, մեր կորուսյալ հոգու ու հավատքի վերադարձ։ Ժենի Ավալյանը արդեն գիտի գալիք կիրակիներին իր անելիքը, իսկ հիմա հոգում խառնվել են բոլոր նվիրական ցանկությունները։ Սրանից հետո աման կիրակի կյանք կբարենք, թեկուզ ինձ տրաններ խաչունեմ, բայց ես կգամ ստեղ։ Հա, թող կնունքը լի, ծնունդը լի, մեր հերտեղ երեխեքն էլ կյան մեզ հասնեն։ Եկեղեցու օծման արարողությանը Սուրբ Պատարագին հաջորդեց մատաղի օրհնությունը։ Գյուղը նորոգում էր իր հավատը։ Քրիստոնեական արժեքներով ապրող ժողովուրդն է, որ կարողացել է դիմակայել թշնամուն եւ այս տարածաշրջանը զերծ պահել օտարոտի ներմուծված արժեքներից։ Եկեղեցին
նորակերտ այս տաճարը այդ շարունակականության ոգեղենիկ վկայությունն է։ Կատարվեց նաև մկրտության առաջին արարողությունը, Վանեսյանների ընտանիքն էր։ Իսկ գյուղում առավոտից սկսված հանդիսությունը շարունակվեց մինչև երեկո։ Տոնը ամբողջացրին մայրաքաղաքից ճանաչված երգիջերգչուհիները եւ կատարողական խմբերը։ Գյուղում մի քանի րոպե տարածվեցին եկեղեցու զանգի առաջին ղողանջները, հիշեցնելով ամենակարևորի մասին։ Այսօր մեր տունը ունենք, որ կմտնենք հոգ մաքրվենք։ Եվ գիտեք, մենք Քրիստոսի պատգամներից մեկը կատարենք։ Ամենադժվարը սիրենք միմյանց։ Գայանե Թամանյան, Մարտիկ Ջաղարյան, Հայլուր։ Իսկ Կարմավիրի Քարակերտ գյուղում եկեղեցի ունենալը դեռ երազանք է, սակայն դա չի խանգարում, որ քարակերտցիները հոգևոր ծնունդ տոնեն, այն էլ միանգամից 60 հոգով։ Գյուղում հավաքական մկրտություն է կատարվել, 4 ավազանների շուրջ հավաքվածների մեջ կնքվելու իրենց հերթին էին սպասում նորածնից մինչև 50-ամյակը բոլորող բազմազավակ կինը։ Նրանք այսուհետև ապրելու են քրիստոնեական պատգամներով եւ հավատարիմ հայ առաքելական եկեղեցուն։ Քարակերտում գյուղատնտեսական աշխատանքները մեկ օրով հետաձգվել էին, համայնքը չէր կարող ներկա չգտնվել համագյուղացիների զանգվածային դարձին։ Հոգևոր ծնունդ ստանալու համար նախապես ցուցակագրվել էր 50 հոգի, բայց արարողության ընթացքում մկրտվել ցանկացողների թիվն ավելացավ եւս 10-ով։ Ամենափոքրը Հայկն էր 3 ամսական, իսկ ամենաավագը Արևիկը 49 տարեկան։ Բազմազավակ մոր մկրտվելու ցանկությունը ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով հետաձգվել էր, բայց երբ իմացել էր Հայաստանի մանուկներ հիմնադրամի եւ համայնքի ղեկավարության այս նախաձեռնության մասին, դստեր հետ շտապել էին ցուցակագրվել։ Համապարփակ զարգացումը առանց հոգևոր զարգացման անհնար է։ Միայն շենքեր հիմնանորոգելով, տարբեր տեսակի ծրագրեր անելով մենք չենք կարող զարգացում ապահովել, քանի որ հոգևորը շատ կարևոր է։ Քարակերտում երկրորդ անգամ էր հավաքական մկրտություն կատարվում, ինչ բուն արարողությունը Արմավիրի թեմի հոգևորականները պարբերաբար հանդիպել եւ հոգևոր զրույցներ են ունեցել համայնքի բնակիչների հետ։ Ծանոթացրել են մկրտության խորհրդին, հորդորել ապրել քրիստոնեական կյանքով եւ ինչ էլ լինի հավատարիմ մնալ հայ եկեղեցուն եւ աստվածաշնչյան պատգամներին։ Պետք է հասկանանք եւ ընդունենք, որ մենք քրիստոնյա ենք դառնում, որտեղ ենք հոր երկնավոր հորը, ժառանգագից ենք դառնում Քրիստոսի եւ տաճար Սուրբ Հոգու։ Տեսնեք ինչ գեղեցիկ պարտավորությունները, որ վերցնում ենք մեր վրա։ Որ միակ է մեր Հիսուս Քրիստոս ամեն, այլ մեր ինսես Սուրբ Էլիսիանքո, Եկեսիանքո, Եղիսինքանքո, որպես Սենտինոս Եվրեքրիս։ Ի տարբերություն ավանդական արարողության, երբ ուշադրության կենտրոնում մեկ ավազան է, հավաքականի դեպքում դրանք 4-ն էին։ Հենց այդ ավազաններում էլ մկրտվողները ցողվեցին սուրբ ջրով ու կնքվեցին միրոնով, համալրելով առաքելական եկեղեցու հետևորդների շարքը, նորընծակ քրիստոնյաները երդվեցին հայ դարավոր հավատքի լիարժեք կրողը դառնալ։ Հոգևոր սնունդ էր սա ինձ համար, սովորական առիթներից տարբերվում էր, իմ ամենաուրախ լավ օրերից ամենալավ օրս այսօր է երևի 49 տարեկան հասակում կնքվել եմ եւ պարտավոր եմ ծառայեմ ցմա հայ մեր առաքելական եկեղեցու։ Եթե քարակերտցիները պարբերաբար մկրտվելու ձևը գտել են, ապա հոգևոր ծեսերին մասնակցելու եւ պսակի արարողության հարցը դեռ բաց է մնում։ Ոչ քարակերտում, ոչ էլ հարևան համայնքներում հոգևոր կառույց չկա։ Աստծո խոսքն անգամ եկեղեցու սպասավորները փոխանցում են համայնքի մշակույթի կենտրոնում, որտեղ նաև մկրտությունը տեղի ունեցավ։ Գյուղում մատուռ կառուցելու խնդրանքով քարակերտի ղեկավարությունը դիմել է բարերարների եւ մի շարք կազմակերպությունների օգնությանը։ Ընդառաջելու դեպքում համայնքը եւս մասհանում կանի շինարարության տրամադրելով հարկերից հավաքագրված 1 տարվա գումարը։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, Հայլուր։ Եվ վերջում Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրում Կրասնոդարի Կուբանը հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց Պերմի Ամկարին։ Կարևոր հաղթանակ էր Facebook-ի իր էջում գրել է Կուբանի հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Այժմ ես անհամբերությամբ եմ սպասում միանալու իմ Հայաստանի հավաքականի թիմակիցներին այս չորեքշաբթի Լիտվայի հավաքականի հետ խաղում դեպի հաղթանակ։ Ինտերնետով իր հավատն է տարածել Հայաստանի հավաքականի հարձակվողը։ Այսքանը տաղավարում ձեզ համար աշխատում էր Շահանե Մեժլումյանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։